Բարի օր, այսօր տաղավարում հյուրընկալել ենք գեղանկարիչ Վաչագան Պողոսյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Սովորաբար նկարիչները վրձնի միջոցով փոխանցում են իրականությունը կամ էլ իրենց պատկերացրածը։ Ինչ է փոխանցում ձեր վրձինը։ Վրձնի միջոցով փոխանցում եմ այն, ինչ տեսնում եմ։ Ես հիմնականում նկարում եմ այն, ինչ ինձ տալիս է Աստված։ Տեսեք, իմ կտավների թեման արդեն 4 տարի է, ինչ նկարում եմ տեզերք, պորտրետներ, բնապատկերներ, մինչ նկարել սկսել եմ 6 տարեկանից, ավելի հասուն տարիքում ավելի քան 15 տարի նկարել եմ աշխարհի բոլոր ցեղասպանությունները, 250-ից ավել կտավ ունեմ նվիրված այդ թեմաներին, բայց արդեն 4 տարի է, ինչ անցել եմ այդ հիմա գլխիս մեջ տեզերք է։ Երկար ժամանակ ցեղասպանության թեմայով եք նկարել, ինչ էին աղաղակում ձեր նկարները, ինչ եք ուզում հայտնել դրանցով, բարձրաձայնել։ Տեսեք, ես իմ վրձնի միջոցով ուզեցել եմ պայքարեմ անտարբերության դեմ։ Ցեղասպանության նկարները նույնպես շատ լույսավոր նկար, բոլոր իմ կտավներում լույսը եւ էներգիան միշտ կա, եւ այդ լույսի եւ էներգիայի միջոցով ցանկացել եմ պայքարեմ անտարբերության մեջ։ Մի այդպիսի խոսք կա, ասում է՝ մի կվախեցեք գողերից, նրանք ձեզանից կարող են միայն գողանալ։ Մի կվախեցեք մարտասպաններից, նրանք ձեզ կարող են միայն սպանել։ Վախեցեք անտարբերությունից, թե ծնվում են թե գողերին, թե մարտասպաններին։ Իմ պայքարս եղել է դա, քանի որ հիմա այն ինչ կատարվում է աշխարհում, դա անտարբերության արդյունք է։ Աշխարհի իմ համար ամենավատ չարիքը դա անտարբերությունն է։ Կարողացաք մի փոքր անտարբերությունը մեղմել, այսպես ասենք։ Գիտեք, դա ես չպետք է ասեմ։ Իմ կարծիքով այո։ Մեկ հոգին կարող է մենակ պայքարել այդ անտարբերության դեմ կամ մի քանիսը։ Իհարկե կարող է։ Խնդիրը նրանում է, տեսեք, մեկ հոգի ես, մեկ հոգի դուք, մեկ հոգի կողքինը, եւ այդպես հոգիներով կարելի է հազարներ, միլիոններ կազմել։ Այդ մեկ հոգուց է սկսվում, միլիոնները, միլիարդները։ Ինչպես նկատեցինք վերջին դեպքերի ժամանակ էլ աշխարհը լուռ է եւ անտարբեր։ Հիմա կարող ենք ասել, որ մշակույթը, արվեստը չի կարողանում հասնել հոգիներին։ Չէ, դա իհարկե չի կարելի ասել։ Ես իմ մասով ինչ որ ինձանից անցնում է, ես դա եմ անում։ Դա է խնդիրը։ Մենք ամեն մարդ պետք է զբաղվի այնինչ իրեն տրված է, այնինչ ինքը կարող է եւ աշխատի։ Արդյունքը դա հետո է ցույց տալու։ Դա տեսեք, դա այնպիսի բան է, որ ինչ որ մեկի սրտին եթե կպնում է եւ ինքը այդ անտարբերությունը, ինքը սկսում է ուսումնասիրել այդ ամեն ինչը, դու չես էլ իմանում։ Այդ պահին ինքը եկավ, քո ցուցահանդես, քո նկարները նայեց եւ գնաց։ Դու չգիտես իր զգացողությունները, իր միտքը, բայց հուսով եմ, որ դրական է։ Աբստրակտ ոճում եք ստեղծագործում, վերջին տարիներին հատկապես շատերն են այդ ոճում ստեղծագործում, սա ինչով է պայմանավորված, նորաձև է ձեր ոլորտում, թե ուղղակի շատ են սիրում։ Այդպես բան չկա իրականում, տեսեք արվեստի մեջ շատերը աբստրակտ կամ ռեալիստական, իմ ստեղծագործությունները կարելի է ասել աբստրակտնի իմպրեսիոնիզմ, բայց այդպես դա կախված չէ ինչ-որ բանի հետ, դա կախված է մարդու ներքին զգացողությունների ներաշխարհի հետ։ Այնինչ ստեղծագործվում է, կախված է իմ ներաշխարհի հետ։ Վաղը կարող է փոխվի, ուրիշ բան նկարեմ։ Կարող ենք ասել, որ այդ ոճը ավելի շատ ազատություն է տալիս նկարչին։ Իմ կարծիքով ոչ, որովհետև ազատություն ոչ թե ոճն է տալիս նկարչին, այլ ազատությունը մարդը իր ներսից պետք է ունենա։ Մարդը պետք է ներսից ազատ լինի, իմ համար ազատությունը ամենաբարձր արժեքներից մեկն է կյանքում, եւ ներսի ազատությունն է շատ կարեւոր։ Այդ ներսի ազատությունը դա մարդու հոգեվիճակ է, մարդու ներաշխարհն է, որ ինքդ կարող ես դրան հասնել է պետք։ Ստեղծագործել եք 6 տարեկանից, սկզբում ինչ էիք նկարում եւ ով ոգևորեց, ով ասաց, որ այո, դու կարող ես դառնալ նկարիչ։ Տեսեք, ստեղծագործել եմ 6 տարեկանից, ոգևորությունս էլի կրկնվեմ, ինձ Աստված է տվել այդ ամեն ինչը։ Տեսեք, գույնը իմ հետ ծնվել է։ Գույնը այնպիսի բան է, որ պետք է իմ կարծիքով մարդու հետ ծնվի։ Դա սովորելու, ասենք, ինչ որ դա այնպիսի բան է, որ եթե մարդու հետ չի ծնվում այդ զգացողությունը, այդ գույնի զգացողությունը, դա սովորելու արդյունքում շատ քիչ է, որ կարելի է հասնել
շատ լուրջ արդյունքների գունային։ Իսկ ոգևորություն ես միշտ ցանկացել եմ նկարել, տեսեք 6 տարեկանից նկարել եմ, բայց ավելի գիտակցական տարիքում, երբ հասկացել եմ, որ իմ մոտ գույներն ավելի լավ են խոսում, քան բառերը, ես ավելի լուրջ եմ դրան մոտեցել։ Ես միշտ ստեղծագործում եմ, միշտ, երբևիցե ես չեմ հիշում այդպեսի բա, երբ որ չեմ ստեղծագործում, ես անգամ հիմա ցես հետ նստած, ես միևնույն է ստեղծագործում եմ։ Ստեղծագործում եմ, տեսեք, երկու փուլով, մեկը իմ գլխիս մեջ, որտեղ նկարները ստեղծագործում, այդ ամեն ինչը հավաքվում է, թե գույնով, թե կոմպոզիցիայով, ամեն ինչով հավաքվում է, դա շատ երկար է տևում, ամիսներ է տևում եւ մի նկար չի ստեղծագործվում 50, 70, քանակությունը կապ չունի, էլի շատ նկարներ է ստեղծագործում, հետո կանգնում եմ կդավի դիմաց, այդ ամեն ինչը տալիս եմ կդավին։ Այդ process արդեն արագ է։ Այսինքն սևագրություն էլ չեք անում, մի անգամից։ Ոչ, սևագրությունը գլխիս մեջ է։ Ամեն ինչ խնայում եք եւ Այնպես ժամանակը։ կարելի է ասել, սևագրություն, այդ սևագրությունը գլխիս մեջ է, բայց հիմնականում սևագրություններ չկան։ Նկարելու ժամանակ բանաստեղծություններ գրում եք։ Չէ, նկարելու ժամանակ ես հիմա հիմնականում երկեր եմ լսում։ Ինձ շատ ոգեշնչում է երկերը տարբեր եւ տարբեր ոճի երաժշտություններ, նայած այդ պահին ինչ տրամադրություն կունենամ։ Բայց պարտադիր երաժշտության տակ եմ ստեղծագործում։ Ինչ շատ օգնում է դա։ Օրինակ կարող եք ռաբիս երաժշտություն լսել եւ ստեղծագործել։ Չէ, տեսեք, ռաբիս կարելի է լսել հարսանեկան միջոցառումների ժամանակ, տարբեր տեղեր կարելի է լսել, ստեղծագործության ժամանակ լսում եմ Pink Floyd, լսում եմ Արթուր Մեսճյան, նմանատիպ երգիչների։ Էներգիայի հաղորդում երաժշտություն ամեն դեպքում։ Ինչ որ չափով, այո, ինչ որ չափով կարելի ասել, որ դրանից էլ եմ էներգիա վերցնում, բայց հիմնական էներգիան այդտեղից չէ։ Քանի որ դուք նկարչական բարձրագույն կրթություն չեք ստացել, ձեր ուսուցիչները ովքեր են եղել, ում գործերն եք նայել եւ ասել, այ ես կուզեի իր նման նկարել։ Չկան այդպիսի մարդիկ, որ ես ուզենամ իրենցպես նկարեմ, անկեղծ ասեմ դա։ Կան նկարիչներ, որոնց արած աշխատանքները իմ համար շատ հոյակապ աշխատանքներ են կատարել, բայց չկան աշխարհում չկան այդպիսի մարդիկ, որոնց նման ես ուզենամ նկարեմ, որովհետեւ ես նկարում եմ ինձ նման։ Ես չեմ ուզում նմանվել ինչ-որ մեկին։ Ունեմ իմ ձեռագիրը, ունեմ իմ գույնը, այդ գունային զգացողությունը։ Իսկ այդ ուղղությամբ չգնալ ինչով էր պայմանավորված։ Ես տեսեք, մի տարի գնացել եմ նկարչական դպրոց, Մերկուրովի անվան, նկարչական դպրոց, եւ դրանից հետո չեմ գնացել, պայմանավորված ոչ մի բանով չի եղել, երևի այդ տարիներն են եղել, ավելի շատ, հետո ես ինքս չեմ ուզեցել գնալ եւ ավելի, եթե անկեղծ ասեմ, եթե ես կրթություն ստանայի, իմ կարծիքով դա ինձ ավելի շատ խանգարելու էր, քան օգնելու։ Քանի որ այ հենց ձեր ասած մի քիչ առաջ նշած այդ ազատությունը, ես ավելի ազատ եմ։ Շատ կարևորում եմ ուսումը, որովհետեւ մարդիկ հասկանան, ես շատ կարևորում եմ։ Իհարկե, ուսումը այս բնակավարում կարևորագույն բաներից մեկն է, բայց իմ մոտ ստացվել է այդպես, ու ես գտնում եմ իմ համար դա ավելնորդ կլիներ։ Չեն եղել քննադատություններ, այսինքն ով է ուղղորդել այս, սա սխալ է կանոնա ճիշտ։ Չկան այդպիսի բաներ, տեսեք, ես որ քննադատություններ կան, այնպես չի որ չկա, բայց ես դրանց վերաբերվում եմ, քննադատությանը վերաբերվում եմ այնպես, ինչպես վերաբերվում եմ, ասենք, գովասանքներին։ Նման ձևի եմ վերաբերվում, քանի որ ես գիտեմ ես ով եմ, ես գիտեմ ես ինչ եմ անում, դրա համար իմ համար իհարկե լինում են նաև քննադատություններ, որ դրանցից ես ինչ որ բան եմ քաղում, բայց կան քննադատություններ, որոնք ուղղակի, ասենք, ասվում են խոսքեր են եւ անցնում ենք առաջ։ Ես ամենակարևորը իմ համար նկարելն է։ Շատ կարևորում եմ դա։ Իմ գլխի միջի այն բոլոր նկարները, որոնք հավաքվում են, ես դրանք կարողանամ մաքսիմում ճշգրիտ փոխանցեմ կդավին։ Ձեր նկարներում հիմնականում երակշռում են վառ գույները, դեղին, վարդագույն, կապույտ, դրանք ինչ-որ մի բան խորհրդանշում են գույները, իսկ ձեզ համար ինչ են խորհրդանշում։ Իմ համար բոլոր գույներն էլ հավատացեք նույնն են։ Իրենց էներգիայով, ես տեսեք, միշտ ասել եմ, գույները կենտանի են։
Ինչպես որ մենք հիմա իրար հետ նստած զրուցում ենք, այդպես ես գույների հետ եմ զրուցում եւ իրենք այդ խորհրդանիշը, չեմ ասի խորհրդանիշ, բայց իրենք կենտանի են, ում հետ զրուցում եմ, մեր զրույցի արդյունքում ծնվում են իմ կդավները։ Կան մտքեր, որոնք ունեք, բայց երբեք թղթին չեք հանձնել։ Տեսեք, կան մտքեր, ուղղակի չեմ հասցնում այդ կան։ Խնդիրը դրանում է։ Տեսեք, միայն այս տարվա մեջ ավելի քան 170 աշխատանք եմ արել կդավի վրա։ Ես չեմ խոսում, ունեմ նաև թղթի վրա նկարված նկարներ գույնով նորից 400-ից ավելի դրանք թղթի վրա կատարած աշխատանքներ են, որոնք ուզեցել, քանի որ շատ են մտքերը, պետք է դրանք արագ դուրս գա գլխից, որովհետեւ նոր կդավները կարողանամ ստեղծագործել գլխում։ Մտքերը ինչպես են ի հայտ գալիս, արթնանում, չգիտեմ, դուրս եք գալիս, բոսնում եք այդ ժամանակ կամ տանն եք հիմնականում անցկացնում այդ ժամանակ։ Դրանք միշտ կան։ Ես դրա բացատրությունը չեմ կարող տալ։ Դա ինձ տալիս է Աստված, դրա համար ես չեմ կարող բացատրել, թե ես ամեն ժամանակ թե զբոսնելուց, թե զրուցելուց, թե երևի միայն քնի ժամանակ չի ստեղծագործում, այդ էլ չգիտեմ, չեմ կարող ասել։ Ինչպես շատ նկարիչներ, այնպես էլ դուք չեք սիրում ձեր նկարները մեկնաբանել։ Ես ինքս չեմ սիրում նկարները մեկնաբանել, քանի որ իմ նկարները իրենց են խոսելու, իրենց են պատմելու իրենց մասին։ Դա գտնում եմ անշնորհակալ գործ, իմ կարծիքն է դա, կակնել նկարը մեկնաբանել, քանի որ նկարը ինքն իրեն ասում է, թե ինքն է խոսում։ Իսկ եթե չի խոսում, ուրեմն մեկը չի խոսում, մեկ ուրիշը անպայման կխոսի։ Օրինակ Սև քառակուսին խոսում է։ Իհարկե խոսում է։ Իհարկե խոսում է։ Տեսեք դուք NBC նկարչի աշխատանքի մասին եք խոսում, համաշխարհային ճանաչում ունեցող նկարչի մասին, որ նոր հոյակապ աշխատանքներ ունի եւ ասեմ ձեզ Մալևիչի Սև քառակուսին իր ամենակարելի ասել ճանաչված աշխատանքներից է, բայց իր լավագույն աշխատանքները շատ ավելի իմ համար գերել են։ Այդ օրինակը ինչու բերեցի, որովհետև շատ մարդիկ ասում են նայում են եւ չենք հասկանում ինչ է ուզել նկարիչը փոխանցել։ Այ եթե նկարչի բացատրությունը լիներ, գուցե մարդիկ ավելի շատ հասկանային, թե ինչ է ներկայացված։ Ես կարծում եմ, որ ինքն էլ չէր, եթե ինքը ցանկանար դա բացատրել, հավատացեք ինքը դա կգրեր դրա մասին, կասեր ինչ է նկարել, ինքն էլ է գտե որ դրա բացատրությունը, քանի որ տեսեք դա ժամանակակից արվեստ է, այդ ժամանակակից արվեստը ընդանուր պետք է հասկանալ, նոր փորձել Մալևիչի Սև քառակուսին հասկանալ, եթե ուզում եք առանձին միայն Սև քառակուսին հասկանալ, դա չի լինի։ Պետք է ընդանուր հասկանալ, թե ժամանակակից արվեստն ինչ է, նոր անդրադառնալ մնացածին։ Որպեսզի հասկանան, թե ինչ է ժամանակակից արվեստը, ինչ պետք է անեն։ Մարդիկ ովքեր չունեն նկարչական ձիրք։ Առաջին հերթին ես մարդկանց խորհուրդ կտամ, առաջին հերթին շատ այցելել թանգարաններ։ Իրենց երեխաների հետ, ընտանիքով, դրանից է, շատ պետք է մարդիկ առնչվեն արվեստի տարբեր արվեստի բնագավառի գործերի հետ, կլինի նկարչություն, կլինի քանդակ, կլինի երաժշտություն, կապ չունի։ Առաջ երթին դա է մեզ պակասում։ Շատ այցելություններ, տարբեր, եւ տեսեք, ոչ թե մտնել ցուցասրահ, ասենք մեծ 200-300 քառակուսանոց ցուցասրահ է, ավելի քան 200 աշխատանք կա կախած 3 րոպեում կամ 5 րոպեում շատ արագ անցնել։ Այդպես չեն նայում։ Պետք է նայել, հասկանալ, իսկ նկարը, կոնկրետ նկարը հասկանալու համար ուսում պետք չէ։ Զգացողություն եւ վերջ։ Դուք սիրում եք ցուցահանդեսների ժամանակ մարդկանց հետ շփվել։ Ինչ են ցույց տալիս ձեր շփումները։ Քանի որ ամբողջ տարին աշխատում եմ եւ տարվա մեջ 1 ամիս ցուցադրում եմ իմ այդ տարվա աշխատանքները, ես սիրում եմ տեսնել, թե մարդիկ ինչ զգացողություններ են ունենում այդ պահին, այդ կդավին, այդ գույնին նայելով։ Եվ դա ինձ ոգեշնչում է, եւ դա ինձ միշտ ուրախացրել է, քանի որ բոլոր այցելուները մտնում են ցուցասրահ, ժպտում են։
Ես նկարում եմ նրա համար, որովհետեւ մարդիկ լույս ու էներգիա ստանան ժպիտ։ Կարծում եմ ստացվել է, քանի որ չեմ ասում բոլոր ասվածը վտանգավոր է շատ, բոլորը չէ, բայց մեծամասնությունը ժպտում են։ Եթե անգամ ժպիտները դեմքներին չեն գալիս, ժպիտով դուրս են գալիս այդ սրահից։ Ես դա համարում եմ իմ մոտ հաջողված ցուցադրություն, երբ որ տեսնում եմ դա։ Եվ իհարկե էներգիա եմ վերցնում, ինչպես որ տալիս եմ, այդպես էլ այդ մարդկանցից նույն էներգիան ես սիրում եմ շփվել։ Հիմնականում ովքեր են այցելում ցուցահանդեսներ։ Այցելուները հիմնականում տուրիստներն են, զբոսաշրջիկներն են, հիմնականում այցելուները եւ տարբեր մեր համակարգացիներից է շատ ուրախացնում է, որ նաեւ մեր համակարգացիներից են շատ այցելում։ Իհարկե իմ համար շատ ավելի լավ կլիներ, որ շատ ավելի մեծ քանակի մարդիկ կային, բայց դա էլ մի օր է դա կլինի։ Եվ ոչ միայն իմ ցուցասրահ, եւ որ իմ նկարներն են ասենք կախված, բոլոր տեղերը լեփ-լեցուն մարդիկ լինեն, ում հետաքրքիր լինի արվեստը։ Նշեցիք, որ այս տարի 170 նկար եք, չէ՞, նկարել, դրանք վաճառվում են։ Տարվա մեջ մի նկար, երկու նկար իհարկե վաճառվում է, փառք Աստծո։ Եվ գնորդները Հայաստանից են։ Տարբեր տեղերից, եւ Հայաստանից են լինում, եւ արտերկրներից են լինում, տարբեր տեղերից։ Գնորդը ով տեսնում է նկարը, հավանում է եւ ունի այդ հնարավորությունը, իհարկե գնում է։ Որպես նկարիչ, ինչ խնդիրների եք բախվում, թեկուզ եւ հենց նկարը վաճառելու առումով։ Նկարչի համար առաջի խնդիրներից մեկը հենց վաճառքն է։ Անկեղծ ասած, տեսեք, ես քանի որ ունեմ աշխատանք, չունեմ այդ ֆինանսական կարիքը, որ նկարը վաճառվի, նոր սկսեմ կդավը նկարել, ես այդպես խնդիրների ինքս չեմ առնչվում, բայց իհարկե բոլոր նկարիչների համար առաջնային խնդիրը դա վաճառքն է, քանի որ մարդիկ նկարում են, չեն կարողանում ըստ արժանավույնս իրենց նկարները վաճառել, կամ տարվա մեջ մի նկար, երկու նկար, դա հազիվ հերիքում է նյութերին։ Այդ նկարիչը եթե աշխատանք չունի, պատկերացրեք, պետք է նյութը գնի, ընտանիքը պահի, դա խնդիր է արդեն։ Ինչ որ պետական աջակցություններ լինեին, շատ ավելի հետաքրքիր կլիներ եւ մեր ընդանուր Հայաստանում ստեղծագործական միջավայրն է, հավատացեք, կփոխվի։ Գուցե պատճառը բարձր գներն են Հայաստանում աշխատողների համար բարձր են երևի։ Չէ, չկան այդպիսի բաներ, բարձր նկատի ունեք արժեքը։ Չէ, իհարկե չկան այդպիսի բաներ, ամեն նկարի գնորդ համապատասխան արժեքի ունի իր գնորդը։ Տեսեք, աշխարհում միլիոնավոր դոլարներով նկարներ են վաճառում։ Դա բարձր է, թե ցածր է։ Իհարկե մեր նման մարդկանց համար դա բարձր է, բայց իրենք էլ ունեն իրենց գնորդը։ Այնպես որ արվեստի աշխարհում այդպես բաներ չկան, բարձր եւ ցածր։ Կա արժեք, կա գնորդ։ Եթե նկարը մի քիչ ավելի մատչելի է, դա նշանակում է նկարիչը անհավես է նկարել։ Գիտեք, այդ վաճառքի հետ կապված թեման ես միշտ չեմ սիրում, ես իմ ցուցահանդեսներս անում եմ, 41 անհատական ցուցահանդես եմ ունեցել, այդպես ցուցահանդես չեմ ունեցել, որ ցուցահանդես վաճառք, քանի որ իմ համար կարևորը մարդկանց ցուցադրել, մարդկանց այդ լույսն ու էներգիան տալն է։ Իսկ հավես կամ անհավես այդպիսի բան չկա, նկարիչը շատ մեծ ուրախությամբ նաև նվիրում է։ Չի նշանակում, որ ընդհանրապես չի ուզեցել նկարել, ուղղակի նվիրում է, այդ կապ չունի դրա հետ։ Որքանով է կարևոր նկարիչ եւ արվեստաբան կապը։ Դա շատ կարևոր է, նկարչի եւ արվեստաբանի եւ առավել եւս, երբ որ նկարիչն ու արվեստաբանը իրար հասկանում են, զգում են, թե արվեստաբանը նկարչին, թե նկարիչը արվեստաբանին, դա անբաժանելի մաս ես կարող եմ ասել, նկարչի համար անբաժանելի մաս է արվեստաբանը, նույն արվեստաբանի համար անբաժանելի մաս է այդ տվյալ նկարիչը, ում հետ աշխատում է, դա կարևոր բան է։ Ձեր խոսքում նշեցիք, որ փորձում եք լույս եւ էներգիա հաղորդել մարդկանց։ Դուք ինչպես եք ստանում եւ որտեղից այդ լույսն ու էներգիան եւ կառանձնացնեք ձեր ամենալուսավոր նկարը։ Իմ համար գերակշռող մասը իմ էներգիայի դա տալիս է Աստված։ Մնացած
տարբեր մասերը տարբեր շերտերից է փախկացած։ Էներգիա ստանում եմ իմ ընտանիքից, էներգիա ստանում եմ իմ ընկերներից, էներգիա ստանում եմ մարդկանց հետ շփվելուց, տարբեր տեղերից ստանում եմ էներգիա։ Իսկ լուսավոր, իմ ամենալուսավոր նկարը ես դեռ չեմ նկարել։ Դեռ նկարելու եմ։ Նկարածների միջից որը կառանձնացնեք։ Այդպես իմ համար շատ դժվար է, քանի որ ես տեսեք, բոլոր նկարները նկարելուց ես շատ մեծ էներգիա եմ տվել այդ կդավին եւ ամեն անգամ նայելուց ցանկացած յուրաքանչյուր նկարին ես հիշում եմ այդ պահին իմ փոխանցած էներգիան տվյալ կդավին։ Դրա համար իմ համար շատ դժվար է այդպես առանձնացնել։ Եթե հիմա ասեմ, օրինակ Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում մշտական ցուցադրության ունեմ խորհրդավոր ընտրիկը, շատ եմ սիրում այդ նկարը։ Շատ լուսավոր նկար է, շատ խորհրդանշական նկար է, բայց որ ասեմ հիմի ցուցադրության ժամանակ դուք ինքներդ տեսաք երազանքների քաղաքը չի լինի, որ ասեմ, այ այն նրանից լավն է։ Նա իր տեղն ունի։ Իսկ ամենատխուր նկարը։ Չեմ հիշում ճիշտ ասած, ամենատխուր նկարը, երևի այդպես ամենատխուր նկար չունեմ։ Այդ ավելի տխուր կարելի ասել ցեղասպանության շարքերն են։ Հիմի չեմ մտաբերում այդպիսի, որ ամենատխուր, քանի որ տեսեք, անգամ այդ տխրության մեջ ես ունեցել եմ պարտադիր լույս, որն որ այդ տխրության միջից դուրս է եկել եւ այդ հույսը լույսի միջոցով տրվել է։ Օրինակ ինձ համար ամենատխուրը ձեր նկարներից միայնակ ծերերի նկարն էր։ Հա, տեսեք, դա էլ է տխուր։ Իրական ինքը տալիս է այդ զգացողությունը, լքված ծնողների մասին եք խոսում, այդտեղ կա հենց այդ էներգիան, որն որ այդ զգացողությունը մարդը երբ կանգնում դիտում է այդ նկարին, այդ զգացողությունը ունենում է այդ ծնողների լքվածության, բայց իր մեջ էլ լույսի բաժինը կա։ Սա իրական պատմության հիման վրա եք նկարել։ Չէ, դա այն է, ինչ ես տեսնում եմ։ Իմ բոլոր նկարները, տեսեք, ես բնապատկերները չեմ գնում բնությունից, այսինքն բնությունից ես վերցնում եմ իրականում, բայց միայն տեսնելով եւ տպավորվելով։ Հետո այդ ամենը հանձնում եմ արդեն այն ինչ որ հավաքվել է գլխումս։ Նմանատիպ որ նկարն է հենց իրական կյանքից վերցված։ Իրական կյանքից երևի իմ ինքնանկարները ունեմ ինքնանկարներ, դրանք իրական կյանքից հենց իրական ես ինքս ինձ եմ նկարել, դրանք են վերցրած։ Իսկ այդ նկարները միայն դրական կողմով եք ձեզ ներկայացնում, թե նաև բացասական։ Այդ նկարներում ինձ ներկայացնել եմ այնպիսին, ինչպիսին ես կամ, թե դրական, թե բացասական, ինչպիսին իմ ներքին Վալբերտին է։ Ոչ թե Վաչագան Պողոսյանը, որովհետև իրանք էլ են տարբեր։ Վաչագան Պողոսյանը հիմա ձեր դիմաց է նստած, Վալբերտին նկարիչն է, որ նկարում է։ Իրենք իրենց նկարող նկարիչներ ավելի շատ ինքնասիրարված չեն։ Ես չեմ կարծում։ Չէ, իհարկե ոչ։ Դա աշխատանք, ասենք, եթե մարդը նկարում է, ես մարդիկ գիտեմ, ովքեր շատ նկարում են Մասիս Սարը, ասենք այդ մարդկանց չենք կարող ասել սիրահարված են Մասի, իրենց թեման է դա։ Այդ պահին իրենց գլխի մեջ դա է, մարդիկ կան հարյուրավոր պորտրետներ ունեն, ինքնադիմանկարի մասին է խոսքը։ Կամ թեկուզ կարող է մարդիկ նկարեն ուրիշի դիմանկարներ եւ շատ մեծ քանակությամբ, դա չի նշանակում, որ իրենք սիրահարված են, ասենք, այդ մարդուն, այդ պահին իրենց ներքին պահանջը դա է։ Բայց դե Մասիսը չսիրել հնարավոր չէ։ Իհարկե։ Չէ, ես օրինակ բերեցի, հենց Մասիսը այս պահին իմ գլխումս եկավ, իհարկե չսիրել Մասիսը հնարավոր չի։ Շնորհակալություն։ Ես էլ եմ շատ շնորհակալ։ Մենք զրուցում էինք գեղանկարիչ Վաչագան Պողոսյանի հետ։